Երեք նախագահներն էլ Հայաստանի փորձել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, որում խոսքը չի գնացել բարի դրացիական, բարեկամական, եղբայրական հարաբերությունների մասին, այլ զուտ նորմալ դիվանագիտական հարաբերություններ ունենալու, նորմալ գործող սահման ունենալու մասին է խոսքը գնացել։ Եվ երեքն էլ անհաջողության են մատնվել։ Ինչու՞, որովհետև Թուրքիան ցանկություն չի հայտնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, անընդհատ որոշակի պահանջներ է ներկայացրել Հայաստանին, նախապայմաններ է ներկայացրել, որ Հայաստանը փոփոխություններ մտցնի իր քաղաքականության մեջ, միայն դրանից հետո Թուրքիան կկարողանա կորոշի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Այս անգամ մենք տեսնում ենք, որ մինչև հիմա չնայած երկու երկրները ջանքեր են գործադրում, կարծես թե այդ հանդիպումները տեղի են ունենում Ռուբինյան Քլիչ, ինչ-որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերում, բայց էլի գործը առաջ չի գնում։ Եվ Թուրքիան էլի նախապայման է դնում կապելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում Ադրբեջան-Հայաստան պայմանագրի կամ համաձայնագրի ստորագրման հետ։ Բայց այս անգամվա տարբերությունը իմ ընկալմամբ հետևյալն է, որ որոշակի ավելի դրական մթնոլորտ կա